Երևանյան երկխոսություն 2025 երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում անվտանգության մարտահրավերների մեղմացումը ներառական համագործակցության միջոցով թեմայով պանելային քննարկումը։ Աշխարհում խաղաղության պահանջ կա, իր խոսքում նշել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ բոլորը հոգնել են հակամարտություններից։ Հայաստանի արտգործնախարարը միևնույն ժամանակ նկատել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը որոշակի առանձնահատկություն ունի։ Երկրներն արդեն շոշափելի քայլեր են կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մեր վերջնական նպատակն ու պարտականությունն է ստեղծել միջավայր, որտեղ մեր քաղաքացիները կարող են ապրել երջանիկ։ Մենք պետք է ստեղծենք խաղաղության և անվտանգության միջավայր։ Ես իհարկե կարող եմ մի փոքր մանրամասնել, թե ինչ օգուտներ կարող է բերել խաղաղությունը։ Օրինակ, մենք խոսում էինք խաղաղության խաչմերուկի, Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների ստեղծման, Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և պարզապես աշխարհի հետ հաղորդակցության այս տարածաշրջանը կարող է Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի հետ։ Ֆրանսիայի արտգործնախարարը շարունակելով Միրզոյանի խոսքը ևս մեկ անգամ շեշտել է տարածաշրջանում խաղաղությունը հաստատելու կարևորությունը։ Ժան Նոել Բարոն ընդգծել է, որ խաղաղությունը պահանջում է որոշակի սկզբունքների պահպանում։ Դրանցից առաջինը ֆրանսիացի դիվանագետի համոզմամբ շատ հստակ է. ես չեմ դիպչում քո սահմաններին, դու էլ իմ սահմաններին չես դիպչում։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի, ոչ միայն այն պատճառով, որ մենք հատուկ և երկարամյա հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այլև այն պատճառով, որ դա բխում է մեր շահերից։ Եվ այդ պատճառով մենք աջակցել ենք Հայաստանի իշխանություններին խաղաղության հաստատման ջանքերում։ Մենք կոչ ենք անում ստորագրել և վավերացնել այս համաձայնագիրը, որպեսզի տարածաշրջանային խաղաղության հիման վրա մենք կարողանանք կառուցել տարածաշրջանի բարգավաճման ապագան, որը օգուտ կբերի Հայաստանին, ինչից կշահի նաև Եվրամիությունը։ Հայաստանի գլխավոր դիվանագետը նկատել է, որ խաղաղություն հաստատելը միակողմանի գործընթաց չէ։ Շատ պարզ ճշմարտություն է, դուք չեք կարող խաղաղություն հաստատել միայնակ։ Գործընթացի հակառակ կողմը նույնպես պետք է շահագրգռված լինի դրանում։ Դրա համար ենք մենք հավատարիմ ադրբեջանցի գործընկերների հետ երկխոսությանը։ Հարավային Կովկասում չի կարող հաստատվել խաղաղություն միայն մեկ կողմի պատրաստակամության պայմաններում։ Պանելային քննարկման ժամանակ մոդերատորի հարցին, թե արդյոք Թուրքիան այս իրավիճակում կարող է ազնիվ միջնորդի դեր խաղալ տարածաշրջանում, Թուրքիայի միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի տնօրենը շեշտել է, որ Անկարան շատ կարևոր դերակատարում կարող է խաղալ այս գործընթացում, աջակցելով դիվանագիտությանը։ Թուրքիային իսկապես ձեռնտու է կայունությունը տարածաշրջանի բաց սահմաններում, ընդգծել է թուրք փորձագետը։ Թուրքիան ամուր դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ, բայց նաև գիտեք, որ Անկարան գնահատում է Երևանի պրագմատիզմը։ Այսպիսով ես միանշանակ կարծում եմ, որ կա ներուժ, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր համաձայնագիրը կարող է հնարավորություն դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Միրզոյանը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ առաջընթացն իր հերթին կարող է հսկայական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Պանելային քննարկման ժամանակ մասնակիցները նկատել են, որ Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան խորապես փոխկապակցված տարածաշրջաններ են, որոնց անվտանգության դինամիկան ձևավորվում է ընդհանուր պատմական, աշխարհաքաղաքական և տնտեսական կապերով։ Չնայած իրենց քաղաքական և սոցիալական տարբերություններին, նրանք բախվում են ընդհանուր մարտահրավերների, ներառյալ ձգձգվող հակամարտությունները, սահմանային վեճերը, էներգետիկ մրցակցությունը և անդրազգային սպառնալիքները, ինչպիսիք են ահաբեկչությունը, կիբերպատերազմը և կազմակերպված հանցավորությունը։ Առևտրի և տրանսպորտային հաղորդակցության դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում պանելային քննարկման ժամանակ էլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցուղիների ապաշրջափակմանը և ևս մեկ անգամ ընդգծել, որ Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Մենք հավատում ենք, որ հաղորդակցությունների բացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում փոխկապակցվածության համար, ինչը կնպաստի կայունությանն ու խաղաղությանը։ Կոստանյանը նկատել է, որ այսօր աշխարհում կան բազմաթիվ նախագծեր, որոնց մեջ կա մրցակցություն, ուստի Երևանը հասկանում է, պետք է ունենալ առավելություններ, որոնք տնտեսապես և նյութատեխնիկական առումով լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի տարածքով հնարավոր անցման համար։ Այս ըմբռնմամբ մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք ընթացակարգերի որոշ պարզեցումներ անել, խոսքը վերաբերում է ոչ միայն արևմուտք-արևելք, այլև հյուսիս-հարավ անցմանը, հայտարարել է փոխարտգործնախարարը։ Այժմ Եվրամիությունն աշխատում է Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության, ինչպես նաև ավելի լայն ռազմավարության վրա, թե ինչպես կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ, ունենալով միասնական մաքսային ռեժիմ։ Սա մի բան է, որը Հայաստանին հետաքրքրում է։
Առևտրի եւ տրանսպորտային հաղորդակցության դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում պանելային քննարկման խոսնակները քննարկման ժամանակ անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների դերին տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման խորացման հարցում, ինչպես նաեւ սահմանների հատման եւ մաքսային դյուրացման արդյունավետ մեխանիզմներին, որոնք կարող են առաջարկվել լրացնելու տրանսպորտային ենթակառուցվածքները ազգային եւ տարածաշրջանային առևտրի մրցունակությունը բարձրացնելու համար։ Մերի Ներսիսյան, լուրեր։